Ողջույն բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում, այսօր միասին պատրաստում ենք կորեական գազարով տավարի բզկտած մսով շատ համեղ օրիգինալ աղցան, որը մեկ անգամ համտեսելուց հետո այն կդառնա ձեր սիրելին։ Աղցանը հարուստ է վիտամիններով, բուսական և կենդանական սպիտակուցներով, առողջարար է և սննդարար, երկար ժամանակ պահում է հագեցվածության զգացումը։ Բոլոր բաղադրիչները պարզ և հասանելի են, կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում, դե ինչ ժամանակ չկորցնենք և անցնենք գործի։ Մեզ անհրաժեշտ է 200 գրամ կորեական աղցան, խաշած տավարի միս, եգիպտացորեն, ընկույզ, թթվասեր, մի փոքր փունջ զամիթ, 2 ատամիկ սխտոր, աղ և սև պղպեղ։ Սկզբում մարացնում ենք 100 գրամ ընկույզ, որը աղցանը կհարստացնի բուսական սպիտակուցներով և օգտակար ճարպերով։ Շատ չենք մարացնում, այնպես որ ընկույզի կտորները ատամի տակ զգացվեն։ Մանր կտրատում ենք մի փոքր փունջ զամիթ, այն աղցանի բոլոր բաղադրիչների հետ իդեալական է համադրվում։ Կան բաղադրիչներ, որ կարծես թե իրար համար են ստեղծված, օրինակ ընկույզ, զամիթ և սխտոր, ստացվում է անթերի համ։ Մարաթելերի ենք բաժանում 200 գրամ խաշած տավարի միս։ Միսը պետք է լինի առանց ջլերի և ճարպի, որպեսզի աղցանը համեղ ստացվի։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ուրախ եմ տեղեկացնել, որ ապրիլի 7-ից իմ տեսանյութերը կցուցադրվեն Թավա TV-ի եթերում, ամեն օր ժամը 7-ին, կարող եք հետևել։ Որպեսզի աղցանների համար եփված միսը համեղ ստացվի, այն գցեք անմիջապես եռման ջրի մեջ, աղը ավելացրեք ամենավերջում։ Ընդամենը հաշված րոպեներ և բոլոր բաղադրիչները պատրաստ են։ Աղցանամանի մեջ լցնում ենք եգիպտացորենը, կորեական գազարը և նախապատրաստած բոլոր բաղադրիչները։ Շատ համեմունքներով չենք ծանրաբեռնում, կօգտագործենք միայն սև պղպեղ և աղ։ Աղ ավելացնում ենք զգուշությամբ, քանի որ բոլոր բաղադրիչները արդեն իսկ աղ են պարունակում։ Ավելացնում ենք 2 ատամիկ սխտոր և 3 լիք ճաշի գդալ թթվասեր և մի լավ խառնում ենք։ Այս բաղադրատոմսի մեջ թթվասերը մի փոխարինեք մայոնեզով, քանի որ այդպես աղցանը կկորցնի իր օգտակարությունը։ Մատուցում ենք անմիջապես և անուշ ենք անում։ Վստահ եմ, որ այս բաղադրատոմսով մեկ անգամ աղցան պատրաստելուց հետո այն դառնալու է ձեր ֆավորիտը, օրիգինալ է և տարբերվող։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ կորեական գազարով, բզկտած տավարի մսով նման համեղ աղցանի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։